Ֆլորիդա նահանգի նավակներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, նավակում եղել է 15 անձ, այդ թվում երեխաներ։ Պայթյունի ձայնից հետո նավակը բռնկվել է։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ շտապօգնության ծառայությունները, որոնք առաջին օգնությունն են ցուցաբերել տուժածներին։ Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 11 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում 2 երեխա։ Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, իշխանությունները շարունակում են հետաքննություն անցկացնել, իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ ԱՄՆ-ն փորձում է դադարեցնել պատերազմը արդեն 3-րդ խաղաղության պլանով, բայց եւ Ուկրաինան եւ Ռուսաստանը մերժել են։ Adidas-ը ենթարկվել է կիբերհարձակման, օգտատերերի տվյալները հայտնվել են 3-րդ կողմի ձեռքում։ Ամերիկյան ավիաընկերությունները խստացնում են գրանցման եւ ուղեբեռի նոր կանոնները։ ԱՄՆ ռադիոկայանները դատի են տվել Թրամփի վարչակազմին պետական ֆինանսավորումը դադարեցնելու համար։ Թրամփը սպառնում է Կալիֆոռնիային դաշնային ֆինանսավորումը դադարեցնել տրանսգենդեր մարզիկների պատճառով։ Կալիֆոռնիայում սեյսմոլոգները զգուշացնում են, որ սպասվում է ուժեղ երկրաշարժ։ Կալիֆոռնիայում սկսվել է տարածվել մի վտանգավոր սնկային վարակ, միայն այս տարվա սկզբից գրանցվել է արդեն ավելի քան 12600 դեպք։ Դիտեք մեր թողարկումը եւ ձեզ կպատմենք, թե ովքեր են ռիսկի գոտում, ինչ նախանշաններ է ունենում հիվանդությունը եւ ինչ անել ինքներդ ձեզ ու ձեր հարազատներին պաշտպանելու համար։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Եթե հետաքրքրված եք Ամերիկայում կատարվող իրադարձություններով, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին սեղմելով զանգակի կոճակը։ Լուրերը սկսենք միջազգային անցուդարձից։ Գերմանական լրատվամիջոցներից մեկի տվյալներով ԱՄՆ-ն եւ Եվրոպան այլևս չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասով։ Նշեմ նաեւ, որ Գերմանիայի ԱԳՆ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի այս թեմայով ավարտվել են շփումները առանց որևէ հստակ արդյունքի եւ զեկույցը նախատեսված է միայն ներքին օգտագործման համար։ ԵՄ պատժամիջոցների կոմիտեի ղեկավարի խոսքով ամերիկյան եւ եվրոպական կողմերի համագործակցությունը այս հարցում ամբողջությամբ քանդվել է։ Այժմ կողմերը նույնիսկ չունեն կանոնավոր շփում, իսկ մեծ յոթնակի երկրների միջև նախկինում եղած համակարգված աշխատանքը գրեթե դադարել է։ Այս պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր նոր պատժամիջոցների շուրջ համաձայնության գալ։ Ավելին, որոշ փորձագետներ համոզված են, որ Թրամփը կփորձի վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ամերիկան ներկայացրել է 22 կետանոց մի խաղաղության ծրագիր, որը մերժվել է թե Ռուսաստանի եւ թե Ուկրաինայի կողմից։ Այս մասին հայտնում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։ Սա ԱՄՆ-ի արդեն 3-րդ նախաձեռնությունն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Առաջին ծրագիրը Ուկրաինան մերժել էր, իսկ երկրորդը, որը մշակվել էր նաեւ Կիևի մասնակցությամբ, Մոսկվան հրաժարվել է նույնիսկ քննարկել։ Այս պահին երկու երկրներն էլ պատրաստում են իրենց տարբերակները պատերազմի ավարտի պայմաններով։ Ուկրաինան արդեն ուղարկել է իր առաջարկների տարբերակը։ ԱՄՆ-ն այժմ սպասում է Ռուսաստանի արձագանքին, հուսալով վերականգնել դիվանագիտական գործընթացը, թեև կողմերի սկզբունքային տարաձայնությունները դեռևս պահպանվում են։ Adidas-ը դարձել է կիբերհանցագործության զոհ, կորցնելով հաճախորդների տվյալները։ Ընկերությունը սակայն վստահեցնում է, որ տվյալների արտահոսք, բանկային հաշիվների, ինչպես նաև մարդկանց անձնական տվյալների արտահոսք չի գրանցվել։ Adidas-ը պարզաբանել է, որ տվյալների արտահոսքը տեղի է ունեցել 3-րդ կողմի հաճախորդների սպասարկման մատակարարի միջոցով։ Adidas-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Մեջբերեմ, մենք կարևորում ենք մեր օգտատերերի գաղտնիությունն ու տվյալների անվտանգությունը եւ ցավում ենք այս միջադեպի հնարավոր անհարմարությունների համար»։ Մեջբերման ավարտը։ Եթե վերջին շրջանում պատվեր եք կատարել Adidas-ից, հետևեք ձեր բանկային հաշիվներին եւ վարկային հաշվետվություններին։ Կասկածելի գործողություններ տեսնելու դեպքում տեղեկացրեք ոստիկանությանը։ Զգուշացեք նաև անսպասելի զանգերից, նամակներից կամ սոցցանցային հաղորդագրություններից։ Մեկնաբանություններում գրեք վերջին շրջանում գնումներ կատարել եք Adidas-ից։ ԱՄՆ-ում մի շարք խոշոր ավիաընկերություններ խստացնում են իրենց կանոնները։ United Airlines ավիաընկերությունը խստացնելով իր կանոնները պահանջում է, որ նույնիսկ առանց ուղեբեռի ուղևորները գրանցումներն իրականացնեն ու ավարտեն ոչ ուշ, քան թռիչքից 45 րոպե առաջ։
Նախկինում հնարավոր էր ստանալ տոմս ընդամենը կես ժամ առաջ, սակայն այժմ ընկերությունը նպատակ ունի օպտիմալացնել գրանցման եւ ուղեբեռի մշակման գործընթացը։ Բացի այդ, սահմանվել է ուղեբեռի նոր վճար, որը նախկինում ներառված էր տոմսի արժեքի մեջ։ Կալիֆոռնիայում սեյսմոլոգները նորից ահազանգում են, որ հզոր երկրաշարժի հավանականությունը հասել է 72%-ի։ Նախկինում այսպիսի ցնցումներ ևս գրանցվել են ու խլել են բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Մասնագետները զգուշացնում են, որ դա միայն ժամանակի հարց է։ Վերջին տվյալներով Սան Ֆրանցիսկոյի հյուսիսային շրջաններում արդեն արձանագրվել է մի շարք նախնական ցնցումներ 2.5-ից մինչև 4.6 մագնիտուդով։ Երկրաբանական ծառայության փորձագետների խոսքով առաջիկա 30 տարում 6.7 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժի հավանականությունը մեծ է։ Այդ իսկ պատճառով սեյսմոլոգները կոչ են անում բնակիչներին պատրաստ լինել։ Կալիֆոռնիայում Valley Fever կոչվող սնկային հիվանդությունը սկսում է օր-օրի աճել։ 2024 թվականին գրանցվել է պատմական աճ, իսկ այս տարվա առաջին ամիսներին գրանցվել է արդեն 12600 դեպք։ Այս թիվը արդեն 3000-ով գերազանցում է նախորդ տարվա թվերին։ Բժիշկները նշում են, որ սա վկայում է վարակման տարածման վտանգավոր տեմպի մասին, հատկապես Կալիֆոռնիայի եւ հարակից նահանգների 4 շրջաններում։ Այս սնկային հիվանդությունը տարածվում է օդով, երբ մարդը շնչում է հողում գտնվող սպորները։ Սնկերը տարածվում են ԱՄՆ-ի հարավարևմտյան չոր հատվածներում, բայց կլիմայի փոփոխությամբ պայմանավորված դրանք հայտնվում են նաև նոր վայրերում։ Չոր հողը, քամին ու փոշին հեշտացնում են տարածումը։ Դեռևս 2000-ից 2016 թվականներին Կալիֆոռնիայում տարեկան գրանցվում էր միջինը 1500-ից 5500 դեպք, բայց 2017-ից սկսած դեպքերի թիվը կտրուկ աճել է, հասնելով 7700-ից մինչև 9000-ը։ 2024-ին արդեն գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը։ Բժիշկների խոսքով Կալիֆոռնիայի հիվանդանոցներում վարակաբանները խիստ զբաղված են ու հիվանդները ստիպված են լինում ամիսներով սպասել, իսկ հիվանդությունը օր-օրի տարածվում է։ Միակ լուծումը այն է, որ հիվանդությունը շուտ հայտնաբերվի ու կանխարգելվի։ Այս սնկային հիվանդությունը հաճախ սկսվում է այնպես, որ մարդը չի էլ պատկերացնում լրջությունը, թեթև հաս, տենդ, հոգնածություն կամ գլխացավ, որոնք թվում են սովորական վիրուս, բայց օրեր անց վիճակը կարող է վատանալ։ Ավելանում են հոդացավեր, մաշկի ցան, նույնիսկ շնչառության դժվարություն։ Ծանր դեպքերում վարակը տարածվում է թոքերից մինչև ուղեղ ու ոսկորներ։ Հիվանդությունը հատկապես վտանգավոր է տարեցների, հղիների, երեխաների ու քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց համար։ Շատ հաճախ մարդիկ չեն էլ իմանում, որ հիվանդ են, բայց լինում են դեպքեր, երբ այս ամենը ուղեկցվում է թոքաբորբով, ոսկրային վարակների եւ նույնիսկ ուղեղի բորբոքմամբ։ Թիրախում են գյուղատնտեսները, քանի որ նրանք ամեն օր աշխատում են բաց դաշտերում, փոշոտ հողի մեջ, որտեղ սնկի սպորները հեշտությամբ բարձրանում են օդ։ Առանց հատուկ պաշտպանիչ դիմակների աշխատողները այդ փոշին շնչում են ուղիղ թոքերով։ Զգոն եղեք, եթե մի քանի օր շարունակ ձեզ մոտ չի անցնում հազը, տենդը, բարձր ջերմությունը, ոսկրային ցավը, ցանը, ապա անպայման դիմեք բժշկի։ Հիմա իշխանությունները փորձում են գտնել վարակի տարածումը եւ կանխել այն։ Վերջինիա նահանգի ավագ դպրոցներից մեկում մի տրանսգենդեր աղջիկ փորձել է փոխվել տղաների հանդերձարանում, ինչը դարձել է լարվածության ու վիճաբանության պատճառ։ Նշեմ նաև, որ աշակերտներից մի քանիսը չեն համաձայնվել մտնել այդտեղ, ասելով, որ իրենց դա անհարմար է։ Դեպքից հետո շատ ծնողներ պահանջել են սահմանափակել տրանսգենդեր աշակերտների մուտքը հանդերձարաններ եւ զուգարաններ։ Տեսանյութը տարածվել է նաեւ սոցիալական հարթակներում, առաջ բերելով քննարկումներ աշակերտների իրավունքների, անձնական տարածքի եւ դպրոցներում գենդերային քաղաքականության սահմանների շուրջ։ Քննությունը շարունակվում է եւ հնարավոր է, որ դպրոցական իշխանությունները վերանայեն իրենց կանոնագարքերը, փորձելով հավասարակշռել բոլոր աշակերտների իրավունքներն ու անվտանգությունը։ Թողարկման այս հատվածում եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում բիզնես աշխարհում։ Բոլորիս հայտնի Շեյնը անօրինական վաճառքի մեթոդների կիրառման պատճառով հայտնվել է Եվրոպական միության ուշադրության կենտրոնում։ Հարթակը օգտագործում է մոլորեցնող զեղչեր, ճնշման տակ գնումներ խթանող մեխանիզմներ եւ հաճախ թաքցնում է կոնտակտային տվյալներ։ Շեյնը 1 ամիս ունի պատասխանելու այս մեղադրանքներին, հակառակ դեպքում ընկերությունը կարող է տուգանվել տարբեր երկրներում գործող սպառողական իրավունքի խախտումների համար։ Բացի այդ, քննադատության առարկա է դարձել նաեւ կեղծ բնապահպանական պնդումները եւ գնահատականների մանիպուլյացիան։
ԱՄՆ-ի ազգային ռադիոն եւ Կոլորադոյի 3 ռադիոկայանները դատի են տվել Թրամփի վարչակազմին։ Նրանք պահանջում են չեղարկել նոր կարգադրությունը, որով դադարեցվում է պետական ֆինանսավորումը հանրային լրատվամիջոցներին։ Ռադիոկայանների պնդմամբ այս որոշումը խախտում է ԱՄՆ սահմանադրության առաջին ուղումը, որը պաշտպանում է խոսքի եւ մամուլի ազատությունը։ Ըստ նրանց, կառավարությունը փորձում է վրեժ լուծել այն լրատվամիջոցներից, որոնք հանդես են գալիս քննադատությամբ։ Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։ Տեխասի նահանգապետը հաստատել է մի օրենք, որը պարտադրում է Apple-ին ու Google-ին ստուգել օգտատերերի տարիքները, երբ նրանք ցանկանում են ներբեռնել հավելվածը կամ կատարել ներհավելվածային գնումներ։ Օրենքը վերաբերում է մինչև 18 տարեկաններին։ Ծնողների համաձայնությունը կդառնա պարտադիր ցանկացած վճարովի ներբեռնում կամ գնում կատարելու դեպքում։ Տեխասում քննարկվում է նաև մեկ այլ նախագիծ, որն արդեն անցել է ներկայացուցիչների պալատով եւ սպասում է Սենատի քվեարկությանը։ Այն նախատեսում է արգելել սոցիալական ցանցերի հավելվածների օգտագործումը մինչև 18 տարեկան անձանց կողմից։ Առողջապահության նախարարությունը չեղարկել է COVID-19-ի պատվաստումների առաջարկությունները առողջ երեխաների և հղիների համար։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Այս որոշումը զարմանք է առաջացրել մասնագետների շրջանում, քանի որ այն չի ուղեկցվում նոր գիտական տվյալներով կամ փորձագետների հետ չեն խորհրդակցել։ Նախկինում ԱՄՆ իշխանությունները խորհուրդ էին տալիս, որ բոլոր քաղաքացիները 6 ամսեկանից բարձր ամեն տարի ստանան պատվաստման հավելյալ դեղաչափ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը չի մասնակցել հայտարարությանը։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին դժվար է, բայց պարզվում է լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում և Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Պետդեպարտամենտը չեղարկում է ուսանողական և կրթական փոխանակման վիզաների հարցազրույցի նշանակումը ամերիկյան դեսպանատներում ու այս ամենը ամբողջ աշխարհում։ Պաշտոնական բացատրության համաձայն այս քայլի նպատակն է ուժեղացնել սոցիալական ցանցերի վերահսկողությունը եւ խստացնել վիզա ստանալու դիմորդների ստուգումները։ Այնուամենայնիվ դա կարող է հանգեցնել վիզաների տրամադրման զգալի ուշացումների եւ խնդիրների այն համալսարանների համար, որոնք կախված են միջազգային ուսանողներից, թե ֆինանսապես, թե ակադեմիական առումով։ Նախկինում էլ հազարավոր ուսանողական վիզաներ արդեն չեղարկվել էին, սակայն որոշ դեպքերում ներգաղթի ծառայությունը վերանայել էր որոշումները, թույլ տալով 1500 ուսանողի շարունակ ուսումը ԱՄՆ-ում։ Նոր սահմանափակումները կարող են կրկին անհանգստություն առաջացնել ինչպես ուսանողների, այնպես էլ բուհերի շրջանում։ Հարվարդի բժշկական համալսարանի մորգի ղեկավարը տարիներ շարունակ գողացել է մարդկանց մարմնի մասերը, որոնք նախատեսված էին գիտական փորձերի համար եւ վաճառել այլ նահանգների։ Հետաքննության տվյալներով այդ մասերը հասել են տարբեր անձանց։ Գնորդներից մեկը նույնիսկ $37,000 է փոխանցել մեկ գործարքի համար։ Այժմ մորգի ղեկավարին եւ նրա կնոջը սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Ամերիկայի քաղաքացիները ստացել են հերթական պաշտոնական ծանուցումը, այն է չմեկնել Վենեսուելա։ Պետդեպարտամենտը հաստատել է տեղեկությունը ու ասել, որ Վենեսուելան շարունակում է մնալ բարձր ռիսկային տարածք, որտեղ ամենաշատ ամերիկացիներն են պահվում ազատազրկման մեջ համեմատած աշխարհի մյուս երկրների։ Վենեսուելայում այժմ 8 ԱՄՆ քաղաքացի անազատության մեջ է եւ ըստ պաշտոնյաների նրանք ձերբակալվել են առանց որևէ հանցագործության մեղադրանքի։ Դեսպանի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ միակ պատճառը նրանց ամերիկացի լինելն է։ Նրանք պահվում են որպես քաղաքական գործիք։ Թրամփի հիմնադրած Trump Media and Technology Group ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է բիթքոյնի մեջ ներդնել $2.5 միլիարդ։
Ընկերությունը այս գումարը կհավաքագրի, վաճառելով $1.5 միլիարդ արժողությամբ բաժնետոմսեր եւ եւս $1 միլիարդ փոխարկող պարտատոմսեր։ Նպատակն է ընդլայնել եկամտի աղբյուրները եւ մուտք գործել ֆինանսական ոլորտ։ Ընկերության տվյալներով բիթքոյնները կպահվեն Trump մեդիայի հաշվեկշռում արդեն գոյություն ունեցող $759 միլիոն կանխիկ եւ կարճաժամկետ ներդրումների հետ միասին։ Թեև հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերը նվազել են 6%-ով, ղեկավարությունը ասում է, երկարաժամկետ նպատակները մնում են ամուր։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Թրամփն ու նրա ընտանիքը երկրորդ նախագահության ընթացքում կուտակել են ավելի քան $1 միլիարդ եկամուտ, $320 միլիոն կրիպտոարժույթից, $600 միլիոն արտասահմանյան անշարժ գույքի գործարքներից եւ Վաշինգտոնում բացված փակ ակումբից, որտեղ անդամավճարը կազմում է $500,000։ Թրամփը նաեւ ստացել է $200 միլիոն արժողությամբ շքեղ ինքնաթիռ Կատարից, որը ըստ տեղեկությունների կանցնի նրա նախագահական գրադարանին։ Փորձագետները սա համարում են պետական պաշտոնի ամենաբացահայտ շահագործում ԱՄՆ պատմության մեջ։ Կալիֆոռնիայի ազգային անտառներից մեկում մարդիկ գտել են միայնակ ու սոված մի փոքրիկ արջի ձագի, որը օրեր շարունակ մոլորված թափառել էր։ Նրան տեղափոխել են Սան Դիեգոյի վայրի կենդանիների կենտրոն, որտեղ մասնագետները հատուկ արջանման հագուստով խնամում են նրան, որպեսզի ձագը չսովորի մարդկանց ներկայությանը։ Երբ նա ապաքինվի, նրան կվերադարձնեն անտառ, իր բնական միջավայր։ Պեպսին այլևս լավագույն եռյակում չէ։ 2024-ի տվյալներով ԱՄՆ-ում գազավորված ըմպելիքների վաճառքի առաջատարները դարձել են Coca-Cola-ն, Dr. Pepper-ը եւ Sprite-ը, որը դուրս է մղել Պեպսիին, իջեցնելով նրան 4-րդ տեղը։ Պեպսին դիրքերը սկսել է թուլացնել դեռ 2020-ից եւ տարեցտարի շարունակում է անկում ապրել։ Եթե ձեզ հետաքրքրում են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ SpaceX ընկերությունը փորձարկեց իր տիեզերանավի 9-րդ փորձնական թռիչքը, կարծես սկզբում ամեն ինչ նորմալ էր։ Տիեզերանավը վեր բարձրացավ առանց խնդրի եւ շարժիչը աշխատեց նորմալ, բայց վերջում կարծես ամեն ինչ փոխվեց։ Տիեզերանավի ամենահզոր հատվածը պայթեց իջնելիս, իսկ վերին մասը սկսեց պտտվել վառելիքի արտահոսքի եւ վերահսկման խափանման հետևանքով։ Չնայած այս ձախողմանը, ծրագիրը շարունակում է առաջ շարժվել, քանի որ այս տիեզերանավը ապագայում նախատեսված է մարդկանց Լուսին ու Մարս տեղափոխելու համար։ Լոս Անջելեսում մի փոքրիկ սարքը մեծ աղմուկ է առաջացրել։ Գործարարները իրենց սննդի կետերի մոտ տեղադրել են ձայն արձակող սարքեր, որոնք արձագանքում են շարժմանը ու ճռճռան ձայներ են արձակում, անօթեբաներին շինությունների մուտքից հեռու պահելու համար։ Սարքերը նաև միացնում են կապույտ թարթող լույս, երբ արձանագրում են որևէ շարժ։ Սարքը ստեղծել է Սանտա Մոնիկայի բնակիչներից մեկը, ով ասում է, որ գաղափարը ծնվել է, երբ իր տան մոտ սկսել էին հավաքվել անօթեմանները։ Նրա խոսքով, սա ոչ ագրեսիվ միջոց է մարդկանց շեղելու նպատակով։ Գինը $400 է, արդեն գրավել է նաև այլ տարածքների բիզնեսների ուշադրությունը։ Չնայած որոշ անցորդներ բողոքում են ձայնից, շատերը դա նախընտրում են անօթեմաններով լի մայթերի փոխարեն։ Հանրային աջակցությամբ դեմոկրատները նկատելիորեն զիջում են հանրապետականներին։ Հարցվածների 52%-ը բացասական է գնահատել հանրապետականների աշխատանքը, իսկ 41%-ը դրական, ապահովելով -11% վարկանիշ։ Դեմոկրատների ցուցանիշը ավելի ցածր է, ընդամենը 36% դրական եւ 57% բացասական վերաբերմունք, ինչի արդյունքում նրանց զուտ վարկանիշը կազմում է -21%։ Նման պատկեր է գրանցվել նաեւ կոնգրեսում երկու կուսակցությունների հանդեպ վերաբերմունքի հարցում։ Թրամփը սպառնացել է դադարեցնել Կալիֆոռնիայի դաշնային աջակցությունը, եթե իշխանությունները չկանխեն տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը դպրոցական աղջիկների թեթև ատլետիկայի պետական առաջնության եզրափակչին։ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիան խախտում է նահանգի փետրվարյան հրամանագիրը, որը արգելում էր տրանսգենդեր աղջիկներին մասնակցել կանանց սպորտային մրցույթներին։ Նա իր անձնական սոցիալական հարթակում գրել է, մեջբերեմ, դաշնային միջոցները կսառեցվեն հնարավոր է ընդմիշտ, եթե Կալիֆոռնիան չհետևի հրահանգին։ Մեջբերման ավարտը։
ԱՄՆ-ում դպրոցների ֆինանսավորման հիմնական մասը շուրջ 85% ապահովում են նահանգային ու տեղական կառույցները, իսկ դաշնային ֆինանսավորումը հիմնականում ուղղվում է սոցիալապես անապահով խմբերին։ Թողարկման այս հատվածում մենք ձեզ կներկայացնենք եւ հստակ ուսումնասիրությամբ ցույց կտանք, թե ինչպես է բաշխվում ԱՄՆ դաշնային կրթության բյուջեն եւ որոնք են ֆինանսավորման հիմնական ուղղությունները եւ որ գերատեսչություններն են ղեկավարում այս գործընթացը։ 2021-ից 22 թվականների ուսումնական տարում ԱՄՆ հանրային դպրոցների դաշնային ֆինանսավորումը հասավ 13.7%-ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1989-ից 90 թվականներից ի վեր։ Դաշնային կառավարությունը տրամադրեց ընդհանուր առմամբ $124.9 միլիարդ, ինչը միջինում կազմում է $2536 մեկ աշակերտի հաշվով։ Ամեն դեպքում դաշնային աջակցությունը ԱՄՆ-ում չի բաշխվում հավասարապես։ Որոշ դպրոցներ ստանում են ֆինանսավորման մինչև 75% դաշնային աղբյուրներից, իսկ որոշները ընդհանրապես ոչինչ։ Դաշնային կրթական ֆինանսավորումը բաժանվում է մի քանի պետական կառույցների միջև։ 46.4% տրամադրել է կրթության դեպարտամենտը, 27.9% գյուղատնտեսության դեպարտամենտը դպրոցական սննդի ծրագրերի համար, իսկ 11.2% առողջապահության եւ սոցիալական ծառայությունների դեպարտամենտը անվճար մանկապարտեզի եւ ընտանիքներին աջակցող ծրագրերի համար։ Դաշնային բյուջեն 15.1% տրամադրվում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթությանը, թեև օրենքը թույլ է տալիս մինչև 40% աջակցություն, բայց այդքան չի հատկացվում։ Դաշնային կրթական բյուջեն հիմնականում ուղղվում է սոցիալապես խոցելի խմբերին աջակցող ծրագրերին։ Մասնավորապես բարձր աղքատությամբ դպրոցներին հատկացվում է 19%, իսկ սննդի ապահովման, հատուկ կրթության եւ նախադպրոցական ծրագրերի համար միասին այս 4 ուղղությունները կազմում են բյուջեի շուրջ 73.2%, ընդգծելով, որ կառավարության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է սոցիալական բարդություններ ունեցող աշակերտների վրա։ Դպրոցների ֆինանսավորման ծավալը կախված է ոչ միայն բյուջեից ու կարիքներից, այլ նաև աշխարհագրական դիրքից, լինի դա քաղաք, գյուղ թե արվարձան։ Դաշնային աջակցությունը այս դեպքում պարզապես միջոց չէ, այլ գործիք, որը նպատակ ունի հավասար պայմաններ ու արտոնություններ ստեղծել բոլոր աշակերտների համար։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։